Ազատամարտի ողջ ընթացքում բազմաթիվ թռիչքներ իրականացրած մի 24 տիպի մարտական ուղղաթիռների խումբը գլխավորում է առաջին տանկի օդաչու մարտական ծառայության մեդալի ասպետ գնդապետ Սամվել Սիանոսյանը։ Այս ուղղաթիռներով բազմիցս կատարվել է հակառակորդի կողմից գնդակոծված խաղաղ բնակչության և վիրավորների տարհանում, զենք, զինամթերքի և անձնակազմի տեղափոխում մարտիրներ։ Հարկ ու պատիվ ավիատորներին։ Հրապարակ են մտնում մարտի դաշտում հատուկ հետախուզական խնդիրներ կատարելու համար նախատեսված հետախուզական ստորաբաժանումները, հետախուզության վարչության պետ, մարտական ծառայության մեդալի ասպետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հրամանատարությամբ։ Մարտական պատրաստության և տեխնիկական հագեցվածությամբ առաջադարձիքներում գտնվող ներկայացուցիչները տարվա ցանկացած եղանակի և օրվա ցանկացած ժամին պատրաստ են կատարելու հետախուզական զանազան խնդիրներ հակառակորդի խորը դիտումքում։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները համալրված են արդիականացված գնդաթիռներով, բարձր ճշգրտության հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներով, հեռահար նշանակում ժամանակակից մարդ վարելու այլ կերպ ԶՓ-80 տիպի զրահապատ փոխադրամեքենաներով հրապարակին են մոտենում մոտոհրաձգային ստորաբաժանումները։ Հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների կայացման և զարգացման գործում մեծ ներդրում ունեն փորձառու հրամանատարներ, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետներ, գլխավոր շտաբի պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտներ Արշալույս Փայտյանը և Այգազ Բաղմանյանը, Հրապարակ են մտնում զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումները, հրթիռային զորքերի և հրետանու պետ, արիության մեդալի ասպետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի հրամանատարությամբ։ Համալիրները ընդունակ են ցերեկային և գիշերային պայմաններում ճշգրիտ որոշել հրաձգության տվյալները և արդյունավետ սպասարկել հրետանու կրակը։ Հրթիռային զորքերի և հրետանու կայացման գործում մեծ ավանդ ունեն մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, Արցախի հերոս գեներալ-մայոր Ժորա Գասպարյանը։ Ռեալ ժամանակում հրետանային, հրթիռային, հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումների փոխանցել ճշգրիտ տվյալներ։ Հրապարակում 122 և 152 մմ դրամաչափի շարժական հրետանով Շտուրմ S հակատանկային արդիականացված համալիրները սրբություն են ցուցաբերել մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետներ գեներալ-լեյտենանտներ Լեոնիդ Մարտիրոսովը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ երկրորդ Ֆելիքս Պողոսյանը, Հայկ Շադյանը, արիության մեդալով պարգևատրված գնդապետներ Ալբերտ Մկրտչյանը, հակառակորդի զրահատեխնիկան։ Երթը շարունակում են 100 մմ դրամաչափի քարշակվող T-12 թնդանոթները, նորությունների վրա միաժամանակ հրետակոծել հակառակորդի 1500 քառակուսի մետր մակերես։ Կազմում գտնվող D30, D20 և 2A36 տիպի հրանոթները իզորու են չեզոքացնել հակառակորդի 5-ից մինչև 30 կիլոմետր հեռահարության նշանակետեր։ Փողային հրետանու ստորաբաժանումները գլխավորում է գնդապետ Սևադա Հովհաննիսյանը, Կամո Պետրոսյան, Բաբկեն Սահակյան, փոխգնդապետներ Պավել Թոփչյան, Կամո Զազյան, Բաբկեն Ոսկանյան, Արմեն Հարությունյան։ 187 հրետանավորներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով Դավիթ Հարությունյան,
Արմայիս Բաղդասարյանը։ Հրթիռային զորքերի և հրետանու երթը շարունակում են V-80 համազարգային կրակի ռեակտիվ համակարգի ստորաբաժանումները, որոնք իզորու են ոչնչացնելու հակառակորդին մինչև 110 կիլոմետր հեռավորության վրա։ Մեր բանակը կհամալրվի համազարգային կրակի առավել հզոր ռեակտիվ համակարգերով, որոնք ունակ կլինեն ոչնչացնելու հակառակորդի կենդանի ուժը և ենթակառույցները անհամեմատ առավել մեծ մակերեսով։ Երթը շարունակում են մարտական նշանակության մինչև 120 կիլոմետր հեռավորության Հրապարակ են մտնում 9K-72 տեսակի օպերատիվ տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրների ստորաբաժանումները։ Այս համալիրները հայ մասնագետների կողմից արդիականացվել և համալրվել են գերժամանակակից էլեկտրոնային միջոցներով։ Պատիվ մեր հրետանավորներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանյաց պետ գնդապետ Նիկոլայ Բաբայանի հրամանատարությամբ գնդապետներ Մհեր Մհերյանը, Արտակ Պողոսյանը, Արամ Այլինյանը, փոխգնդապետներ Վարազդատ Ֆիլիպոսյանը, Սևակ Բեժանյանը, Սևակ Գրիգորյանը։ Տրիբունային են մոտենում Երեքարյուր զենիթահրթիռային համակարգը։ Լեռնային պայմանների համար հատուկ կարգավորված S-300 զենիթային դիվիզիոնները վերահսկում և անալիզ են պահում Հայաստանի Հանրապետության ողջ օդային տարածությունը։ Հայկական դիվիզիոնների կարողությունները հնարավորություն են տալիս կասեցնել ցանկացած ուղղությամբ բոլոր օդային հարձակումները, դեռևս հակառակորդի օդային տարածության խորքում միաժամանակ ոչնչացնել 30-ից ավելի օդային հարձակման միջոց։ Հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները բոլոր իրավները գերազանց Հակաօդային պաշտպանության միջոցները կոլեկտիվ օգտագործման զենք են և պահանջում են բարձր մասնագիտական պատրաստություն, հմուտ կառավարում և համակողմանի ապահովում։ Այս գործում իրենց զգալի ավանդն են ներդնում գնդապետներ Գարիկ Մովսիսյանը, Գուրգեն Խաչատրյանը, Սասուն Աբրյանը։ Մեր երկրի օդային Անկախության 20-ամյակի այս զորահանդեսին նաև մասնակցում են զինված ուժերի հոգևոր սպասավորները։ Շատերի համար դա անսովոր մի երևույթ է, շատերի համար դրական արձագանք գտավ, բայց ես կասեմ, որ այստեղ անսովոր որևէ բան չկա, քանի որ հայ հոգևորականը միշտ եղել է հայ զինվորի և զորականի կողքին։ Եթե մենք պատմությունը լավ գիտենք, դա ևս մեկ անգամ ապացուցվեց Արցախյան գոյամարտի ժամանակ, երբ որ Արցախյան թեմը եւ հայ հոգևորականները եղան բանակի եւ բանակաշինության կողքին։ Այսօր մեր կառույցում ծառայում են մոտ 50-ի մոտ հոգևոր սպասավորներ, որոնք իրենց ծառայություն են բերում զորամասերում, գնդերում եւ բրիգադաներում։ Ուստի այսօրվա այս զորահանդեսի մասնակցելը հայ հոգևորականի կնշանակի այն կարևոր սյուներից մեկը հայ եկեղեցին, որ պետականաշինության մեջ իր դեր նշանակություն ունեցավ եւ ինչպես նաեւ բանակը այդ կարևոր սյուներից մեկն է եւ մեր դրոշը 2 օր առաջ երբ որ օրհնվեց, այդ դրոշի մեկ երեսին տերունական մեր խաչն է, մեր պահապան խաչը, իսկ մյուս երեսին զինված ուժերի զինանիշը,
որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկությունները պետք են մեր ժողովրդի կայացման եւ ամրապնդման համար։ Այսօր վերջնական փորձը անցավ լավ։ Կան մի քանի մանր հարցեր, որոնք որ այսօր կճշտվեն եւ հույսով եմ եւ հավատում եմ 21 սեպտեմբերի դուք կտենաք խրոխտ հայ զինվորի եւ սպայի, որոնք կանցնեն մեր հրապարակով եւ աշխարհին ցույց կտան մեր հզորությունը, որ մենք կանք ու մնալու ենք հայ զինվորի հետ միասին։ Այս է մեր բարձանքը։ Ես ուրախ եմ, որ իրանք չեն մասնակցում, ինչի, որովհետև կանանց գործը չի զորահանդեսին մասնակցել։ Միգուցե կգա այդ ժամանակը։